Բարև ձեզ։ ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը, որ օրերս տեղի ունեցավ Թուրքիայում, կարելի ասել սովորական միջազգային հերթական հավաք չէր։ Սա մեծ հաշվով հավակնում էր ցույց տալ, թե ինչպիսի գլոբալ առումով անվտանգային ճարտարապետություն է ձևավորվում առաջիկա ժամանակների, առաջիկա տարիների համար։ Շարունակվող բազմամիլիարդանոց օգնությունը Ուկրաինային, Իրանի շուրջ նոր լարվածությունը, ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերի վերանայումը կամ վերարժևորումը, այս շարքը կարելի է շարունակել, այս ամենը ցույց են տալիս, որ աշխարհը մտնում է երկարատև մրցակցության փուլ։ Բայց փոփոխությունները միայն Ուկրաինայով կամ Մերձավոր Արևելքով չեն սահմանափակվում, դրանք ուղիղ կամ անուղղակի ազդեցություն ունենում են Հարավային Կովկասի վրա, որտեղ խաչվում են Արևմուտքի, Ռուսաստանի, Իրանի եւ տարածաշրջանային մյուս դերակատարների շահերը։ Այսօր փորձելու ենք հասկանալ, թե մեծ հաշվով ինչպիսի անվտանգային ճարտարապետություն է ձևավորվում, այն ինչպես է անդրադառնալու Հարավային Կովկասի վրա եւ մեր երկրին Հայաստանին ինչպիսի արտաքին քաղաքական ռազմավարություն է հարկավոր։ Այս հարցերի մասին ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները զրուցակիցս Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանն է, բարև ձեզ։ Պարոն Սարգսյան, մեր նախորդ հանդիպումից շատ ժամանակ չի անցել, բայց ես իմանալով, թե ինչքան ուշադիր եք հետևում Ուկրաինայի զարգացումներին, Մերձավոր Արևելքին, այս երկու հարցերը առանցքային էին նաեւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, նորից հարկ համարեցի ձեզ հրավիրել եւ այսպես սկսենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից, ձեր գնահատմամբ սա սովորական հերթական միջազգային հավաք էր, թե ինչ որ առանձնահատկություն ուներ, եթե ուներ, ապա որն էր այդ առանձնահատկությունը կամ որոնք էին առանձնահատկությունները։ Նախ շնորհակալություն հրավերի համար, լինելով Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմում, ակնհայտորեն ՆԱՏՕ-ն էլ է մեր հետաքրքրության անեն։ Իհարկե, մենք պետք է խոսենք այն մասին, որ ինչ Թրամփը ընտրվել է, յուրաքանչյուր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դառնում է մի մեծ իրադարձություն, որում փորձում են ՆԱՏՕ-ի երկրները եւ մասնավորապես գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի Ռուտեն փորձում է Թրամփին համոզել, որ ՆԱՏՕ-ն հարգում է եւ գնահատում է Ամերիկային, նույնիսկ փորձում է այնպես համոզել, որ թե շատ ավելի շատ է հարգում, քան դրան Թրամփը ակնկալում է կամ մասնակցում է, որպիսի հետագա խնդիրները, որոնք որ ՆԱՏՕ-ի առջև կանգնած են, իրանք հեշտ լուծվեն, որովհետև ակնհայտորեն Ռուսաստանի, պայմանական Չինաստանի եւ այլ խաղացողների համար շատերը դրան կցում են նաեւ Իրանը, չնայած ես այդպես Իրանը երբեք չեմ նկատել, որ ՆԱՏՕ-ի դեմ խոսի, բայց ամեն դեպքում ընդունենք, որ դա էլ է այդպես, իրենց համար ԱՄՆ-ՆԱՏՕ հարաբերությունների ծանր փուլերը դառնում են տոն, որովհետև իրանք տենց ասում են, ահա, այդ 5-րդ հոդվածը չի աշխատում, ուրեմն չգիտեմ, ես Թայվանը կվերցնեմ, ես Էստոնիան կվերցնեմ, բարձր ոչ մի չի լինելու, որ Թրամփի հայտարարությունները զուտ քաղաքական են, հիմնականում ոչ մի հետևանք չեն ունենում, որովհետև առավոտյան կամ նույն գիշերը ինքը արդեն ուրիշ հայտարարություն անում, բայց դա միևնույնն է ներքին շուկայի համար Ռուսաստանի կամ Չինաստանի երևի թե աշխատում է։ Այդ պատճառով այո, իհարկե, ինքը հերթական մի իրավիճակ է, որտեղ մենք ունենք մեկ դերասանի թատրոն, որպեսզի ավելի ծիծաղալու բան չասեմ, մեկ ծաղրածուի կրկես, բայց դե բոլորը նստած ասում են, հա, 5%-ը ամենակարևոր բանն է, որ բոլոր երկրները գնում են 5%-ի, ես ուղղակի հիշեցնեմ, որ դա ՆԱՏՕ-ի համար մի երևակայելի բան չի, այդպիսին էր ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության ծախսերը սառը պատերազմի ժամանակ, մասնավորապես 70-ների կեսերից մինչև սովետական միության փլուզումը եւ մեծ հաշվով դրա հնարավորությունները կան, այսինքն դա այնպես չի, օրինակ Ռուսաստանում վերջերս հետազոտություն, հրապարակել հետազոտություն, որն անկախ ինչ որ անկախ մնացել է նայել են, իրենց մոտ օրինակ 23-24 թվականներին մինչև 25-ի կեսը այդ աճը, որ ապահովել էր հնան, որ ներդրումները գնում էին ռազմաարդյունաբերության համալիր, այնտեղ պարզվեց, որ հիմա նոր պարզվում է, որ դա ոչ թե ներդրում է եղել, այլ եղած արևմտյան հաստոցների փոխարինումը ռուսականներով եւ դա երբ որ ֆինանսի է վերածում ինքը տենց ինչ-որ թվեր առաջացնում։ Եվրոպայում դա այդպես չի։ Եվրոպայում կան գործարաններ, որոնք ընդհանուր մինչև 80-ականների վերջ, մասամբ մինչև 90-ականների սկիզբ արտադրում էին զենք զինամթերք, ասենք չգիտեմ, ծանր զրահատեխնիկա, կործանիչներ, հրթիռներ,
եւ դրանք կոնվերսիայի ենթարկվել են massամբ, բայց massամբ ուղակի փակվել են, սառեցված կանգնած են, կամ օգտագործվում են որպես այլ բաներ, օրինակ հա Չիֆտենի արտադրությունը Մեծ Բրիտանիայում ամբողջությամբ գործարանը վերածվել է ոնց որ մեր մոտ են սիրում էլիտար թղամասի, բայց միևնույնն է Բրիտանիան շարունակել է այդ ավանդույթը եւ ինքը ունի հիմա Ajax տիպի զրահամեքենա, որը արտադրվում է Բրիտանիայում, որը մի փոքր այլ ավելի քիչ հզորություններով, բայց ամեն ինչով հանդերձ այդ 5%-ի նպատակը ինչ է, դա ընդհանրապես բյուջեում նոր խոշոր թիվ է, թե այլ բան է նշանակում։ Տեսեք, նախ եւ առաջ զենքազինամթերքը թանկացել է։ Եթե ժամանակին դա մետաղի գինն էր հիմնականում եւ ճարտարագիտական աշխատանքը, հիմա դա նաեւ սենց ասեմ ծրագրային ապահովումն է եւ ավելի շատ ծրագրային ապահովումն է։ Բացի դրանից շատ ավելի մեծ գումարներ են գնում արբանյակային հետախուզությանը եւ հետախուզության ընդհանուր առմամբ, արհեստական բանականությանը եւ դրոնային հակադրոնային պաշտպանությանը, ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնային պայքարի եւ հոպի որպես այդպեսին։ Սա կրիտիկական փոփոխությունների շարքն է, որը որ յուրաքանչյուր բանակ պետք է անցնի ունենա ցանկալի ամենք էլ անենք, բայց դա ամեն դեպքում ՆԱՏՕ-ն է։ Սա ինքը իրենով բերում է ծախսերի ավելացում եւ յուրաքանչյուր երկիր ով փորձում է իր բանակը ժամանակակից սարքել կամ գոնե համապատասխանեցնել այս պահին ընթացող ուկրաինական պատերազմից ստացվող տվյալներին, որ բոլորը գիտեն, որ պոտենցիալ Ռուսաստանը հայտարարեց երկարաժամկետ թշնամի, այսինքն սա ապահովվեց, որ այդ 5%-ը ընտրողների մոտ հարց չառաջանա, ինչու, որովհետև դեռ այն ընտրողները, ովքեր հիշում են, որ Ռուսաստանի պատճառով էին 5% ծախսում, օքեյ, իրանք հիմա հələ քվեարկում են։ Սա Ռուսաստանն է, որը թշնամի է, ունենք Ուկրաինայից տվյալներ, ինչպես է գործում Ռուսաստանը եւ ինչպես կարելի է հակազդել Ռուսաստանին, բանակը պետք է համապատասխանեցնել դրան, օքեյ, հասարակ, չգիտեմ, Leopard 2 A7 տիպի տանկերը այլևս բավարար չեն, մեզ պետք է նաեւ, չգիտեմ, 3 միլիոն հատ դրոն FPV։ Կամ օրինակ, չգիտեմ, կործանիչները պետք է ավելի մոտիկ լինեն 4++ սերնդի, ոչ թե 5, որովհետև հարցը լուծում են 4++-երը, էժան ու շատ, այլ ոչ թե 5-րդ սերնդի 4 հատ մենք սա անցանք արդեն Ուկրաինային եւ Ուկրաինան ըստ էության ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առանցքային հարցերից մեկն է։ Միշտ, այո։ Եվ այս բազմամիլիարդանոց օգնությունը ինչի մասին է, ինչ են դա նշանակում, այսինքն արևմուտքը պատրաստ է երկարաժամկետ աջակցության եւ պատրաստ է երկարաժամկետ այս իրավիճակը շարունակել։ Իրականում տվյալները, որոնք մեզ մոտ տարածվել են, իրանք մի փոքր չեմ ասի չեն համապատասխանում իրական։ Սա նոր գումար չի, այս գումարը վաղուց խոսացվել է ուղղակի եւս մեկ անգամ հայտարարվել, ուրիշ ոչ մի բան։ Այսինքն ստեղ եղել է 50 միլիարդ, որը արդեն համաձայնեցված ավարկային միջոց է, խոսքը նրա մասին է, որ 27 թվականի վերջ 25 միլիարդ եւս եվրոպական երկրները եւ Կանադան խոսք են տալիս, որ գտնեն եւ commitment-ը արվել, այսինքն որ 27 թվականից հետո եւս 2 տարվա ժամկետով մի հատ էլ այդ 90 միլիարդը կճարեն, որը մեծ հաշվով ոչ մի բան չի փոխում, որտեղ այդ գումարները միշտ նախատեսված են եղել երկրների բյուջեներում։ Իսկ Patriot համակարգերի Patriot համակարգի հետ կապված Թրամփը վստահաբար գլխարադար է, այսինքն իրան այնքան են ասել, որ մեզ Patriot-ա պետք, որ ինքը հասկանում է, որ չի կարա չտա, որտեղ եթե ինքը չտա, ինքը դառնում է, որ ոնց որ ինքը իր ոտքից կրակում է։ Դրա համար ինքը փոխանակ տա Patriot, ասում է, ես քեզ կտամ լիցենզիա արտադրության։ Հիմա լիցենզիան արտադրության գիտեք ինչի անման, որ մեկը քաղցած գնա դուրը ծեցի փռի ասի ինձ հաց տվեք, ասեն արի տղա ջան, արես քեզ գիրք տամ, որտեղ գրած է ոնց դաշտը գտնես, ցորենը ոչ աճացնես, հավաքես ալուր, սարքես, հետո թխես, հետո այդ հացը կարաս ուտես։ Բայց այս լուրը Ուկրաինայում կարծես լավ է ընդունվում։ Դե ներքին շուկայի համար հսկայական իհարկե էլի հարց է։ Իսկ ռազմարտունաբերության համար սա նոր փուլ կարելի է համարել։ Նու, հա, բայց Patriot նմանավանդ Պակ 3 ինքը բավականին բարդ արտադրություն հասկանում է, եթե ինքը հեշտ լիներ ամերիկան 80 հատից ավել կարտադրեր տարեկան։ Եվ խնդիրը մեծ հաշվով արտադրական հզորությունները չեն, խնդիրը նաև այն ինչ որ կոչվում է ինժեներական ճարտարագիտական պոտենցիալն է եւ բացի դրանից տվել է լիցենզիա արտադրության, բայց դա չի նշանակում, որ բոլոր բաղադրիչ մասերի լիցենզիան կամ պատենտը եւս Հիմա այս Patriot-ի արտադրության արտոնագիրը եւ այս լուրի շուրջ աղմուկը համարժեք չեն իրար։ Տեսեք, ինքը շատ լավ է, որ կարողանում է արտադրել, բայց ելի եմ ասում, Patriot-ը դու կարող ես արտադրել, ինքը մեծ հաշվով է iPhone-ի նման մի բան է։ Կարող է Patriot-ի մեջ մի բան լինի ու ես վստահ եմ, որ Թրամփը տենց բան պահել է, որովհետև ինքը ատում է Ուկրաինան եւ անձամբ Զելենսկին։ Եթե Թրամփին 5 րոպե ժամանակ թողես, որ իրան կողքը ոչ մեկ չլինի, ինքը Ուկրաինան կծախի Պուտինի վրա էժանով։ Մի հատ գոլֆի կլուշկով, ասենք ինքը նշի որ փոխվել է, ինքը նույնն է։
Ինքը Հայաստանը ոնց կծախի բանի վրա, տենց էլ Ուկրաինան կծախի։ Ինքը փոքր երկրները մանավանդ իր կարծիքով հանդուգ են, որոնք որ մեծերին չեն հարգում։ Ինքը տենց ատելով ատում է։ Դրա համար բայց վերջի հայտարարություններն ըստ լրիվ դե հա հիմա վերջի հայտարարությունները դրանից առաջ էլ ուժ հայտարարություն։ Էլի գնացած լավ Գրենլանդիան պետք է գրավեմ։ Իսկ իրավիճակը ինչի մասին է հիմա ինչ է կատարվում ռուս-ուկրաինական պատերազմում։ Ռուս-ուկրաինական Երկու պատերազմը հարթություններն է պիտի դիտարկենք եւ տեսեք ռուս-ուկրաինական պատերազմը անցել է հետաքրքիր փուլ։ Հիմա երկու կողմերը փոխել են ռազմավարությունը։ Ուկրաինան հիմնականում զբաղվում է Ռուսաստանի տնտեսության ամենավտանգավոր եւ ցավոտ տեղի ոչնչացմամբ։ Այսինքն նավթամշակող համալիրների, այո։ Եվ սա բերել է նրան, որ կոնկրետ այս կիրակի օրը հրապարակվեց մասնավորապես, որ Ռուսաստանի բենզինի արտադրությունը, այն բենզինի, որը ժամանակակից ավտոմեքենաներից լուծվում է, կրճատվել է 90%-ով։ Արտադրությունը, որը մնացել է այն կողմ ու Իրկուտսկ հեռավոր Խաբարովսկ այդ կողմերը։ Այս կողմը, այս վերջի հարվածից հետո այլևս չի արտադրում։ Նորից եմ ասում, սա հենց բենզինի բարձր որակ, այսինքն 95-98-100 այս բենզինների արտադրությունն է։ Ռուսաստանը ստիպված հիմա անցնում է եվրո 3 եւ եվրո 2։ Եվրո 2-ը խիստ կասկածում եմ, որ նոր մեքենաները կդիմանան ավելի քան 1 տարի։ Վտանգավոր Իրանք արտանետման տեսանկյունից էլ են շատ վատ բենզիններ։ Բացի դրանից ամենամեծ խնդրեմը այն է Ռուսաստանի, որ այն ինչ որ կոչվում է ավիակերասին, այսինքն օդանավերի լիցքավորման բաները, 70%-ի մոտ, եթե չեմ սխալվում, 60 քանի տոկոս ապահովում էր Մոսկվան եւ Օմսկը։ Հիմա այս երկուսը միասին ոչնչացված են եւ առնվազն 2 տարով։ Ռուսաստանը ունի ահռելի բաց ավիակերասինի տեսանկյունից։ Ես իրականում դրա համար էի մի քիչ անհանգստանում էի Փաշինյանի համար, որ գնաց Եկատերինբուրգ, կարող է հետ գալու։ Թեման հայ-ռուսական հարաբերությունների տեր կանցկացին, առաջիկայում օդային փոխադրումների հետ կապված։ Այո, օդային փոխադրումները հիմա տեսեք, այնտեղ լուրջ խնդիր կա Սիբիրին, չգիտեմ, մարդիկ կան, ովքեր եղել են Ռուսաստանում, գիտեք, Սիբիրը կապնված է հիմնական կենտրոնական Ռուսաստանի հետ, բացառապես օդային ճանապարհներով։ Հիմա Սիբիրում Օրինակ Կրասնոյարսկից դեպի Կրասնոյարսկի մարզի քաղաքներ փոքր օդային այդ փոխադրումները կրճատվել են, թողել են ասենք 2 օրը 1։ Նույն Կրասնոյարսկից Մոսկվա, եթե առաջ ասենք օրը 15-20 էր լինում ռեյսերի քանակը, հիմա կրճատ ու գնալով էլի են կրճատվելու, որովհետև երկու խնդիր կա, խնդիր համար 1 օդանավերն են մաշվում, զուտ բնական մաշվածությունը պատժամիջոցների պատճառով չեն կարողանում ոչ վերանորոգել, ոչ նոր առնել, եւ 2 հիմա ավիակերասինի խնդիր կա։ Սա Ռուսաստանի այսպես կոչված ատոմիզացիայի խնդիրը առաջացնում, որովհետև ակնհայտ է, որ ավտոմեքենայով դու օքեյ կարաս հասնես Մոսկվա, բայց գոնե բենզին լինի ճանապարհին, որ հասնես։ Եվ փաստացի ստացվում է, որ Ուկրաինան ընդամենը մեկ հարց լուծելով, նավթամշակող գործարաններին հարվածելով, ինքը բերում է Ռուսաստանի տրոհմանը, դե ֆակտո, տնտեսական տրոհման։ Իսկ Ռուսաստանը Ուկրաինային շարունակում մարդ սպանել։ Այսինքն քաղաքացիական բնակչություն։ Կիևի վիճակի մեջ շատ վատ է, հա, բայց դա քաղաքացիական բնակչությունն է։ Իդեպ ես ասեմ, դա ապացուցված է եւ այս 5 տարվա ընթացքում եւ մինչեւ էտել ես բազմիցս ասել եմ սոցիոլոգիական յուրաքանչյուր պատերազմի սոցիոլոգիայի բանը որ բայվերցնեք, քաղաքացիական բնակչության սպանությունը հակառակորդի կողմից, հա, ճակատի այն կողմ, ինքը որևիցե կերպ չի բերում պաշտպանունակության թուլացմանը։ Ընդհակառակ, նրանք ովքեր ճակատում են կանգնած ավելի շատ են զայրանում։ Հա, ուկրաինացի փորձագետներն էլ ասում են, լավ, հա, Կիևը Հավասարեցրու հետո ինչա փոխվում։ Այդ մարդկանց որ տունը տրակածներ, ի վերջո արդեն որ տուն էլ չունենա ապրելու, խանութ էլ չլինի որտեղ գնա, զենքը վերցնելու է գնալու է քաղաքացիական անձինք արդեն։ Ռուսաստանում խնդիրը ինձ թվում է դեռ չի հասել նրան, որ հիմա որ նայում եք որ մարդիկ հասկանան գիտակցեն ինչա։ Հիմա նայում եք այդ ռիլսերը, բաները, չէ՞, օրինակ իրանք այդ բենզինի պակասը, նոր սկսում են հասկանալ, որ ասպայս Վլադիմիր Վլադիմիրովիչը ինչ ա եղել, որ բենզին չկա, կարող մի բան էլ չի։ Այսինքն Ռուսաստանը դեռ չի հասկացել այդ։ Հիմա որ Մոսկվան տրակում է, Պիտերը տրակում է, բան այդ գլխավոր քաղաքների բնակչությունը, նոր հասկանում են, մի րոպե դրոն եկա։ Ֆորում ուկրաինական փորձագետներն ասում են, որ այն ժամանակ, երբ որ Մոսկվայից, Լենինգրադից, Սանկտ Պետերբուրգից հեռու տարածքներին Հա, նրանք թքած ունեն։ Որևէ ազդեցություն չեն ունենում, բայց հիմա Մոսկվա Դե հիմա տեսեք, բացի դրանից շատ կարևոր
դերախաղում էին, որ Ղրիմն է ոչնչանում որպես միավոր, տնտեսական եւ սոցիալական միավոր, էներգետիկ միավոր որպես էներգետիկ միավոր արդեն ոչնչացված է, մեկ ճանապարհ է մնացել դա Ղրիմի կամուրջն է, բոլոր մնացած ճանապարհները կամ ուկրաինական ռազմական դրոնների վերահսկման տակ են, այս վերջի 5 օրվա ընթացքում, եթե չեմ սխալվում, 70 հատ նավ են տրակացրել ուկրաինացիք, այդ թվում տանկերներ եւ ծորեն տանող։ Այսինքն Ղրիմը նույնիսկ կղզիել չի։ Մի հատ կամուրջ է մնացել։ Վերջը Միացյալ Հովարային անջատում աղրիմ։ Այսօր բան է անում, կարդում էի, մարդիկ ասում են, կարելի է հովարային անջատումը նենց լինի, որ բոլորի մոտ հավասար լինի, որովհետև մենք ապրում ենք, ասենք, Ֆեոդոսիայի Արվարձանում, Ֆեոդոսիան 24 ժամ լույս ունի, մենք 14 ժամա լույս ունենք։ Ես այդպես բարև ձեզ, հա, ինչ լավ է։ Թրամփի նախաձեռնությունը, նախաձեռնողականությունը այս հարցում ինչ-որ արդյունքներ Ոչ մի արդյունք չի տա, որովհետև Թրամփը փորձում է փրկել mid-term-ը։ Ես շարունակում եմ պնդել, որ Թրամփը լավ չի հասկանում միջազգային հարաբերությունները, առավել ևս իր հարցազրույցների ասուլիսների ժամանակ արդեն երևում է, որ ինքը նույնիսկ լավ չի լսում։ Ես առաջ մտածում եմ, որ ինքը տենց լրագրողներին ձեռ առնելով բանա մեկ-մեկ անհետ բաներ խոսում։ Այս վերջերս մի երկու դու տեսա, այլ կարդացի, հետո սկսեցի ուշադրություն դարձնել, ինքը լավ չի լսում։ Ինքը այս վերջերս եղավ, որ Ռուբիոից հարցնում, ասում է, չի ասում։ Այսինքն շատ հաճախ ինքը անհետ բաներ է խոսում նաև այն պատճառով, որ ինքը հարցը չի լսել, ինքը պատասխանում է իր պատկերացրած հարցին։ Հա, ինքը այտենց լավ, հիմա տեղափոխվենք մերձավոր արևելք։ Թրամփը, եթե թողենք բանը, այս ՆԱՏՕ-ի եւ ուկրաինական մասը, այդ թողենք, որտեվ այստեղ շատ կարևոր դե ես սպասում եմ Լինսի Գրեմի այս այն աշխարհ գնալու հետ կապված Թրամփը ինչ որոշում, որտեվ Լինսի Գրեմը եկել էր Կիև եւ ասել էր, որ Թրամփը պատրաստ է ստորագրել այն օրենսդրական նախագիծը, որ բոլոր նրանք, ովքեր բան են 500% բաներ, տարիֆներ կկիրառվեն, սա ուղղակի ասեմ, որպեսզի ոգևորություն չառաջանա մեր մարդկանց մոտ, այդ 500%-ը բլեֆ է։ Դա ընդհանրապես կոռուպցիոն սխեմա է։ Տեսեք, եթե դու ուզում ես, որպեսզի պատժես այն մարդուն, որ Ռուսաստանի հետ շփվում է, դու ասում ես իր ապրանքը արգելված է։ Եթե դու ասում ես խայտարակման 500%, դու փաստացի ասում ես, եւ Լինսի Գրեմը դա էլ ասում էր, որ ես Լինսի Գրեմս կարամ նենց անեմ, որ դու 500% չտաս։ Էս իմ հեռախոսի համարն է, անգեր, եթե առանցին ձեկար 500% ես գալու։ Կգաս մոտս, ես քեզ կասեմ ոնց անես, որ 50% տաս։ Հա, նորմալ հայտնի սխեմա է։ Լրիվ կոռուպցիոն սխեմա թեմա է։ Դրա համար ասենք նույնիսկ ուկրաինական մտածող բաները ասում էին, որ դե վերջի անգամ Լինսի Գրեմը բաներ եկե 25 թվականի մայիսին եկե գորգռած բան ու ոչ մի բան չէր։ Լավ, Լինսի Գրեմի մահվան մասին խոսեցիք, ես հիշեցի Թրամփի անվտանգության մասին շրջանառվող լուրերը, հնարավոր կամ հավանական մահապորցի։ Ես Telegram-ում տենց եմ գրել։ Դատարից հետո շարունակենք, վերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույց է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Եվրոատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանի հետ, մենք ուկրաինական թեման ավարտեցինք, չնայած ավարտեցինք Միացյալ Նահանգներով, Լինսի Գրեմով, եւ պիտի հաջորդը դիտարկենք մերձավոր արևելքը, բայց այս համատեքստում Լինսի Գրեմից հետո ես հիշեցի Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության մասին շրջանառվող տեղեկությունները, ենթադրյալ մահափորձը, այդ մասին լուրերը եւ այլն, որքանով են դրանք արժանահավատ։ Դե տեսեք, Չարլեզուները Լինսի Գրեմի հետևից ասցին, որ ասում է Տարոսը Բիբի Տրամփենշտեյնին, նենց որ դա ակնկալվող գործողություն է, որի վերջո էս ամբողջ տարիքով բավականին մեծ, ինտելեկտով բավականին ցածր զանգվածը երկրների ղեկավարի Պուտինի գլխավորությամբ պետք է ցանկալի է, որ գոնե իրանց ոտով հեռանան, պարտադիր չի ոտերով առաջ անեն։ Բայց ինչ վերաբերվում է կոնկրետ Տրամփին, Տրամփի վարկանիշը այնքան ցածր է եւ ուրիշ տարբերակ այդ մոդելի մեջ մտածող մարդիկ, որոնք որ իրանք ուզում են լինեն հերոս, Բոնապարտ, բան, իրականում իրանք այդպես այլ ճանապարհներ չեն տեսնում երկիր կառավարել, իրանք մահափորձ իրենց համար ամենահարմարն է, որ ասեն, այ տեսակ մահափորձ արեցին, Աստվածից ընտրելա, ոնց որ բան է, չէ՞, որ ականջին ոչ բան չէր եղել, որովհետև բարձբուն իմաստով 3 օր հետո այն Արուն Լվիկ ականջը տենց ինքը հելավ մարդամեջ մի հատ խազ չէր եղել։
մարդկա թրաշվելուց ավելի մեծ սպի ամնում, քան իրան տենց փամփուշտով ականջիկեսը թրծվել էին։ Այսինքն այս լուրերը ինչ որ ազդեցություն ունեն եւ իր վարկանիշի եւ Միացյալ Նահանգների ներսումներ քաղաքական իրավիճակի։ Եկեք ես այդտեղ շատ կարճ բայց նկարագրեմ ինչա իրականում տեղի ունենում։ Տրամպը փորձում է վերականգնել իր վարկանիշը, բայց քանի որ ինքը արդեն վերլուծությունը կորցրել է, վերլուծական հմտությունը շատ երկար է իշխանության ու կողքել մարդ չկա։ Ինքը իր պատկերացմամբ վերականգնում է այնպիսի իրավիճակ, ուզում է վերարտադրի այն իրավիճակը, երբ իր վարկանիշը շատ բարձր էր։ Ինքը հիմա վերարտադրում է իր հնարավորությունների չափով, ինտելեկտուալ, ռազմական, չգիտեմ բան, որով որ ինքը հաղթեց ընտրությունները։ Իրա վրա կրակեցին, ինքը ասեց՝ «Ու ես չեմ անձնվում ռուսկի նիզդայուցը բան», ու ինքը հաղթեց Կամալա Հարիսին։ Սա է։ Պուտինը նույն բանը անում է հիմա այս պատերազմի շրջանակներում, որտեղ ինքը փորձում է վերականգնել Ղրիմի հաղթանակը։ Ուկրաինացիք սա հասկացել են։ Դրա համար են Ղրիմով հարվածում։ Դրա համար իրանք ամեն օր Ղրիմի թեման բարձրացնում են, որ ռուսները հասկանան, որ ոնց որ Ղրիմը դուք կորցրել եք, տղեկ։ Բուդանովը արդեն Ղրիմի բնակչության ուղիղ դիմում է, ասում է՝ «Մի քիչ է, որտեղ այսքան դիմացեք կներեք, տենց պետք է լինի, բան, բայց դուք պետք է վերադառնաք տուն»։ Այսինքն յուրաքանչյուր այդ տիպի առաջնորդ, ես ասեմ կուժ, դուք լսեք կուլա, ովքեր որ հաղթում են ֆանտաստիկ ձևով կամ Ղրիմ են վերցնում կամ ընտրություն են հաղթում, իրանք փորձում են վերարտադրել այն իրավիճակը, որով իրանք հաղթել են, բայց սա բերում է հակառակ էֆեկտի, որովհետև նախ տարածաժամանակային կոնտինյուումը զարգանում է եւ դու երբեք չես վերադառնա նույն ջրի մեջ, հերակլի տեսն ասել, եւ դու դա արդեն ապրել ես, քեզ հետ միասին ապրել են մարդիկ։ Մարդիկ, ովքեր դա ապրելուց հետո ունեցել են ուրախ պահեր, տխուր պահեր, բան, եւ իրանք չեն ուզում այդ մենակ դու ես ուզում այնտեղ վերադառնաս, եղբայր։ Քո շրջապատն չի ուզում այնտեղ վերադառնա։ Որտեղ ասենք, չգիտեմ, Տրամպի շրջապատում մարդիկ եղել են այդ պահին ավելի աղքատ, քան հիմա, իրանք չեն ուզում այդ պահը վերադարձնել։ Իսկ հիմա ինչ է կատարվում Իրան, Միացյալ Նահանգներ։ Նույն բանը։ Տրամպը փորձում է ընտրություններ փրկել։ Հիմա տեսեք, Լինսի Գրեմը մենք խոսեցինք, բայց ամենակարևոր բանը, Լինսի Գրեմը սենատոր է։ Տրամպը խնդիր ունի սենատը հաղթելու, որտեղ իրականում ինքը ոնց որ տեղավորվել են իրանք այն մտքի հետ, որ կարող է ներկայացուցիչների պալատը պարտվեն, բայց սենատը դեռ կարան պայքարել։ Եթե Լինսի Գրեմը այսպիսի իր վիճակով, սենց շատ անհետ իրականում շատերը չգիտեն, ինքը շատ ցածր վարկանիշ ունի, շատ վատ պրեսա ունի Ամերիկայում, որովհետև ինքը առաջի օրվանից բռնել էր այեպլակի, այսինքն այդ սիոնիստական շարժման բանը, ու խոսում էր Իսրայելի բանում։ Բաց ասում էր, որ Իսրայելի շահերը Ամերիկայի շահերից կարևոր են։ Դրա համար էր, որ այնտեղ խոսակցություն գնաց մի անգամից, որ հա ռուսներն են սպանել, խիստ կասկածում եմ, կարող են Ամերիկայում էլ Deep State-ը հարցը լուծել։ Նույն FBI-ը կամ ինչ-որ մեկը։ Հիմա մի հատ տեղ ազատվեց սենատի, բայց մինչև midterm-ը Տրամպը կարա երիտասարդ ավելի ընդունելի, ավելի բան, որտեղ պարզ է ինքը չէր կարա Լինսի Գրեմին գցեր, որտեղ միակն էր մնացել սենատորներից, որ անվերապահորեն իրան պահում էր։ Ինքը ինչ որ մի հատ հարց պետք է լուծեր։ Այս ընտրությունների ծանր լինելը կարմիր թելով Տրամպի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ անցնում է։ Ինչ ցանկացած հայտարարություն, ցանկացած։ Դուք պետք է դիտարկեք երկու բան ստուգեք։ Իր ворթիների կամ իր փեսուն ֆինանսական շահույթ բերում է, օրինակ տրիպի նման թե չէ, ու երկրորդը ինքը կարողանում է դրանով ընտրությունների ինչ որ հարց լուծել թե չէ։ Այս երկու բաներն են։ Ուրիշ բան Տրամպին չի մնացել հիմա, որովհետև ինքը վարկանիշը այնքան ցածր է, որ ինքը ներքին բաներ չունի այլ խնդիրներ լուծելու։ Ոչ կարա շատդաուն կասել։ Վարկանիշը բարձրացնելու համար հիմա Իրանում ինչ լինի, որ իր վարկանիշը բարձրացնի։ Ոչ մի քիչ պատերազմ լինի, ինքը չի բարձրանում դրանից, բայց ինքը լուծում չունի։ Ինքը պետք է ցույց տա, որ ինքը ուժեղ տղա է։ Որովհետև ամբողջ աշխարհը, որ վերջացավ, չէ՞, այդ որ ասեց բանը։ Ամբողջ աշխարհը ասեց Տրամպը պարտվել է։ Դե իրան դուր չի գալի, դա իրան ներքին էլ եմ ասում, ներքին շուկայում էլ մագաները բաները ասում են, տղա ջան, դու մտար պատերազմի մեջ, ոչ մեկ քեզ չէր ստիպում, քեզ վրա չէին արձակվում, իրանք քեզ ոչ ասենք 79 թվից մինչև 2026 թիվ ոչինչ չէր փոխվել։ Ինչը քեզ ստիպեց մեկի արտնանայր ու ասեիր, որ պատերազմ։ Նույն բանը այն վաղտել էին ասում, հիմա էլ։ Մտար կրվեցիր, տղա ջան, որ կրված նախագահ իջներս էս պետք։ Վերադառնալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, սա ինչ փոխեց հատկապես Թուրքիայի դերակատարության մասով։ Սա առանձին բան է, շատ հետաքրքիր։ Տեսեք, քանի որ Ռուսաստանը հռչակվեց, կրկին հռչակվեց ամենամեծ թշնամի, Թուրքիան փորձեց արդյոք օգտագործել եւ
վերադարձնել իրեն կարգավիճակը, որը ինքը ուներ այդ ընթացքում ՆԱՏՕ-ի ստեղծումից մինչև Սովետի փլուզում։ Իսկ այդ ընթացքում, այդ ժամանակահատվածում Թուրքիան արևելյան ֆլանգի հարավային մասի լիդերներ եւ հիմնական հարվածող ուժը։ Ամեն ինչ լավ է։ Մի հատ նյուանս կա։ Ում համար Թուրքիայի համար։ Չէ, այդ լեգենդից։ Հիմա փորձում են այդ վերական, իրանք էլ են ուզում վերականգնեն այն վերարտադրեն այն իրավիճակը, որում իրանք կարևոր էին։ Սա լավ է, բայց հիմա իրանք ոչ մեկ են այդ հարցում, որովհետև կա Ուկրաինա։ Հիմա Ռուսաստանի հախից Ուկրաինան եկել է ու տենց մինչև 91 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով իր սահմանները հետ չբերի, փոք չի գալու։ Թուրքիան ոչ մեկին չի հետաքրքրում։ Թուրքիան չի հանդիսանում Ռուսաստանի դեմ։ Թե այս գագաթնաժողովով Թուրքիայի դերը վերարժևորվեց, չգիտեմ, այս տարածաշրջանում որպես դրանք ռուսերեն լեզվով շատերը բան են անում։ Հա, այդ ճիշտ եք ասում, շատ էին, բայց ռուսերեն լեզվով դրանք Ադրբեջանի պատվերով էին գնում, այսինքն Ալիևի պրոպագանդայի կտորներ, որովհետև ինքն էլ հասկացավ, որ մնաց բորտի։ Թուրքիան Էրդողանի օգնականի ինձ թվում է մակարդակով օգնական էր ոնց որ երկար բարակ խոսում էր նրա մասին, որ բանից Բելուջստանից մինչև Սուդան, Սուդանից մինչև Սենեգալ ինքը պետք է սա հարց լուծի, մինչև իրան միջուր մեկը դրան կուլուարներում թե որտեղ Twitter-ում գրել էին, ասել են տղա ջան, դա ֆրանսիական կոլոնիաներ են, դու ինչ գործում ես։ Բայց ամեն դեպքում Թուրքիայի համար ինչ-որ բաներ կարևոր բաներ տեղ ունեցան, ինչի ասենք F-35 ծրագրի վերադարձ։ F-35-ի ծրագիրը նենց չի որ միայն S-400-ից է կախված։ Ադրբեջանի երազանքներից մեկը իհարկե նա որ Թուրքիան ունենա F-35, բայց Ադրբեջանի մյուս ռազմավարական գործընկերը Իսրայելը չի ուզում դա, որտեղ ինքը ուզում է տարածաշրջանում միակ F-35 ունեցողը լինի։ Բացի դրանից կա հունական ռազմավարական համաձայնությունը Հունաստանի եւ ԱՄՆ-ի միջև համաձայն, որի Հունաստանն է F-35-ի տերը եւ գործարանն էլ բանն է։ Ու բացի դրանից կա եւս շատ կարեւոր փաստ։ Թուրքիան անկայուն երկիր է, որտեղ ռազմական հեղաշրջումները շատ հաճախ են լինում։ Իսկ քրիտիկական տեխնոլոգիաները, մասնավորապես 5-րդ սերնդի կործանիչներում կիրառվող քրիտիկական տեխնոլոգիաները տենց երկրների չեն տալիս։ Որովհև Թուրքիան չի ուզում զուտ F-35-ը, իրանց սկի կներեք, իրանց սկի բանը չեն տալիս։ F-16-ի 70-80 բլոկը, այսինքն վերջի Viper-ը։ Լավ, ես մենակ F-35-ը նշեցի, բայց այստեղ խոսակցություն կար նաև Միացյալ Նահանգների պատժամիջոցների միջոցով Միացյալ Նահանգների հակառակորդների, չգիտեմ, վրա ազդեցություն գործելու, այո, այդ անգլերեն անվանումը, այդ օրենքն էլ մեղմելու թե վերացնելու Թուրքիայի նկատմամբ։ Բայց դա կոնգրեսի ձեռքն է, իր ձեռքը չի։ Կոնգրեսը պետք է անի։ Իսկ կոնգրեսը կլինի նոյեմբերի midterm-ից հետո, կլինի դեմոկրատական եւ ոչ թե հանրապետական եւ դա արդեն բանը շատ բաներ այնտեղ արվել է, ասվել է, որպեսզի Թուրքիա, տեսեք, Թուրքիայում շատ ուժեղ ճգնաժամ է տնտեսական, որը ինքը հետևից բերում է քաղաքական ճգնաժամ, եւ մենք այդ ճգնաժամի մեջ Հայաստանը դեր չի խաղում իհարկե, բայց մենք մի փոքր ավելի մեծ շանսեր ունենք Թուրքիային օգտակար լինելու, քան F-35-ի տալը կամ չտալը, որովհետեւ մենք որ արեցինք սահմանը, այսինքն բացեցինք եւ սկսեցինք աշխատել Եվրոմիության համար Թուրքիան կդադարի լինել բան, նո ինչ որ անհետ շրջապակում իրականացնող երկիր։ Սա Թուրքիայի համար, այսինքն Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը, Կիպրոսի հետ հարաբերությունների բարելավումը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան նույնիսկ այդ F-104 այդ շարժիչների տրամադրումը, որը որ սկզբից այդ թեմաները F-35-ն Լավ, մեկ հարց էլ որպես Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, եթե դες ասեին պիտի կերեք Հայաստանի առաջիկա 5 տարիների արտաքին քաղաքական ռազմավարությունը, ինչ նախադասությունով դա կսկսվեր։ Հա, ռազմավարությունն եմ գրում։ Պաշտոնապես դիմելով Եվրամիության եւ ՆԱՏՕ-ին անդամակցության փաստաթղթերով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց, որ հապկն ու ԵԱՏՄ-ն փակվում են։ Եվ մեր զրույցի վերջում բլից հատվածը, բլից հարցեր, կարճ պատասխաններ, ՆԱՏՕ-ն այսօր ավելի ուժեղ է, քան 5 տարի առաջ։ Հա, միանշանակ։ Ուկրաինան կպահպանի դիմադրողականությունը։ Միանշանակ։ Թրամփի խաղաղության նախաձեռնությունը հաջողելու է։
Տրամպի ոչ մի նախաձեռնություն չի հաջողել։ Իրանի շուրջ լայն պատերազմ նորից կլինի։ Լայնամասշտաբ պատերազմ հողի վրա չի լինի, սենց կմնա։ Թուրքիան այս պահին ՆԱՏՕ-ի գլխավոր շահողն է գագաթնաժողովից։ Ոչ, Ուկրաինան է։ Ռուսաստանը կվերականգնի իր նախկին ազդեցությունը Հարավային Կովկասում։ Երբեք։ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը։ Արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնում է Հայաստանը։ Արտաքին քաղաքականություն դիվերսիֆիկացնում։ ՆԱՏՕ-ն առաջիկա տարիներին կուժեղացնի համագործակցությունը Հայաստանի հետ։ Այո։ 26-27 թվականները կլինեն ավելի վտանգավոր, թե ավելի անվտանգ։ Ում համար։ Մեզ։ Հայաստանի։ Ինչի հետ համեմատ կներեք, որտեվ մի քիչ որթևերի։ Նախընթաց ժամանակների թիվ չասեմ։ Նախ ուշում 23-ից այս կողմ, հա, այսինքն 24-25, չէ, ավելի անվտանգ։ Այսօր աշխարհի ամենավտանգավոր կետը որն է։ Երուսաղեմը։ Եվ մեկ միտք, որ կուզենայիք մարդիկ հիշեին մեր այսօրվա զրույցից։ Երբեք չվախեք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ։ Այսօր աշխարհի ուժեղագույն կենտրոնները վերաիմաստավորում են իրենց դաշինքները, իրենց առաջնահերթությունները, այս գործընթացների ֆոնին Հայաստանի համար ամենակարևոր խնդիրը ոչ միայն ճիշտ գնահատելն է միջազգային այս զարգացումները, տեկտոնական փոփոխությունները, այլև ձևավորել սեփական երկարաժամկետ ռազմավարությունը։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։